Բարի երեկո սիրելի հեռուստատողներ, Ցայք հեռուստաընկերության եթերում Եղիցիլյուս հոգևոր հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Հիշեցնեմ, որ մեր հաղորդումը եթեր է հեռարձակվում Շիրակի թեմի առաջնորդարանի հովանավորչությամբ, իսկ իմ զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աճապահյան, Աստվածօգնական Սրբազան հայր։ Մինչ բուն թեմային անցնելը մեր զրույցի, ուզում եմ հեռուստատողների կողմից ուղղված հարցը ուղղել ձեզ, ասում են մոմիկինը թանկացել է, բարձրացել է, ինչի հետ է կապված դա։ Սպասված հարցեր, ինչի հետ կապված պետք է լինի, ընդհանուր ամեն ինչի թանկացման հետ կապված նախ եւ առաջ, որովհետեւ մոմի ինքնարժեքը արդեն բարձրացել է, մոմը գիտեք պատրաստվում է եւ զանազան նյութերից, մեղրամոմ, պարաֆին, ցերեզին եւ այլն, այդ բոլոր նյութերը թանկացել են։ Եվ հետեւաբար ինքնարժեքն էլ է թանկացել եւ բնականաբար ինքնարժեքի թանկացման հետ կապված որոշ թանկացում պետք է լիներ, բայց պետք է ասեմ, որ սա շատ ավելի առաջ պետք է լիներ, բայց մայրաթորը բավական երկար ժամանակ ձգում էր այս մոմերի թանկացումը, որովհետեւ մեր ժողովրդի համար ավելի հեշտ լինի իրենց բարեպաշտական այդ սովորությունը իրականացնել։ Բայց հիմա այն ժամանակ, երբ որ արդեն մեր իշխանությունները հայտարարում են, որ մեր ժողովրդի բարեկեցությունը աճել է եւ իրոք մեծահարուստների հատվածով իրոք բարեկեցությունը շատ բարձրացել է, անշուշտ աղքատ խավին դա հիմնականում չի վերաբերում, այնպես որ իսկ եկեղեցին իր ծախսերը գնալով մեծանում են եկեղեցվո ծախսերը, որովհետեւ եկեղեցվո գործունեությունը գնալով մեծանում է, տեսնում եք, անթակույց երևում է եկեղեցվո գործունեությունը, ասենք, երբ որ 10 տարի առաջ ընդամենը 4 քահանա էին, այսօր 14-ն են, 10 տարի առաջ նույնիսկ առաջնորդարանում ոչ մի աշխատող չունեինք, այսօր 100-ից ավել աշխատողներ ունենք, դպրաց դասեր ունենք, երգչախմբեր ունենք եւ այլն, որոնց բոլորին բնականաբար աշխատավարձով ապահովել է պետք, բնականաբար այդ բոլոր աշխատողները ցանկանում են բարձր աշխատավարձ ստանալ եւ բարձր աշխատավարձ ստանալու համար մեր հիմնական եկամուտը բնականաբար այդ մոմավաճառությունն է եւ դրա եկամուտով է եկեղեցին գոյատևում, այնպես որ այս բոլոր թանկացումները կապված են եւ նաեւ անշուշտ նյութի թանկացման հետ եւ նաեւ եկեղեցվո կարիքների եւ եկեղեցվո ծախսերի մեծացման հետ եւ սա պարզապես այն է, ինչ որ այսինքն եկեղեցին ակնկալում էր մինչեւ հիմա ասենք 40 դրամի նվիրատվություն անհատից առնվազն, չէ, եթե մեկ մոմ պետք է գնի, այսօր եկեղեցին ուզում է ասել պարզապես իր սիրելի ժողովրդին, ասելով որ ժողովուրդ, ձեզանից ակնկալվում է 60 դրամի օժանդակություն այլևս եկեղեցուն։ Եվ սա շատ թանկացած չէ, ես ասեմ, որովհետև ասենք, տեսեք, 2000 թվականին, երբ որ նվազագույն աշխատավարձը պետության հաստատված 5000 դրամ էր, մոմը 30 դրամ էր։ Այսօր նվազագույն աշխատավարձը 25000 դրամ է, իսկ մոմը 60 դրամ է։ Այսինքն նվազագույն աշխատավարձը աճել է 5 անգամ, իսկ մոմը թանկացել է ընդամենը 2 անգամ։ Այսինքն ընդհանուր պետության հայտարարած, հիմա ես չեմ կարող ասել որքանով է ճիշտ, որքանով է սխալ, բայց պետությունը հայտարարում է, որ այսօր բարեկեցության աստիճանը, այսինքն առնվազագույն աշխատավարձով է դա որոշվում, 25000 դրամ է, ոչ թե 5000 դրամ։ Եվ հետևաբար բնականաբար այդ նվազագույն աշխատավարձի սանդղակի հետ մենք պետք է քայլ պահենք, օրինակ հենց աշխատավարձերի մասով։ Չէ՞, մենք մեր աշխատողներին եթե առաջ տալիս էինք 15000 դրամ աշխատավարձ, այսօր չենք կարող տալ 15000 դրամ աշխատավարձ, առնվազն 25000 դրամ։ Դուք էլ պետք է համապատասխանեք։ Բնականաբար, այսինքն օրինակի համար ես ասեմ, 2000 թվականին մեզ մոտ ամենաբարձր աշխատավարձ ստացողը 25000 դրամ էր ստանում։ Այսօր մենք ամենաբարձր աշխատավարձ ստացողին արդեն պարտավոր ենք, որովհետև այդ պահանջը կա, թե չէ մարդը կթողնի կգնա ուրիշ տեղ կաշխատի։ Առնվազն մենք պարտավոր ենք մի 100-120 000 դրամ աշխատավարձ տալ։ Առաջնորդարանը չի կարողանում դեռ քաղաքապետարանին եւ մարզպետարանին հավասար աշխատավարձ վճարել։ Բայց ժողովուրդը մտածում է, ենթադրում է, որ ասենք մեզ մոտ աշխատողները աստղաբաշխական աշխատավարձեր են ստանում։ Շատ հաճախ է այդ մասին խոսում, ասում դու եկեղեցում ես աշխատում, դու շատ աշխատավարձ, բայց այդպես չէ, ցավոք մենք չենք կարողանում մեր աշխատողներին այնքանով աշխատավարձ տալ,
ինչքանը որ ասենք բյուջետային որևէ հիմնարկ այսօր պետության հաշվին աշխատավարձ է տալիս։ Այս բոլոր ուրեմն պատճառները, որոնք պատճառաբանություն չեն, իրոք պատճառներ են, մղեց այն գիտակցությանը եւ դա մայրաթորից եկավ բնականաբար վեհապար Հայրապետի հրահանգն է, սա միայն Շիրակի թեմի հետ կապված հարց չի։ Վեհապար Հայրապետի հրահանգն է, որովհետեւ մոմի նվազագույն արժեքը բարձրանար 60 դրամի եւ ինչպես ասում եմ, այսուհետ պարզապես եկեղեցին ասում է, որ սիրելի հավատացյալ, անհատ քեզանից ակնկալվում է ոչ թե 40 դրամի օժանդակություն եկեղեցուն, այլ 60 դրամի օժանդակություն։ Այնպես որ թանկացումը պետք չէ դիտել շուգայական հարաբերությունների կոնտեքստի մեջ, որովհետև դա նվիրատվություն է։ Իսկ նվիրատվությունը պետք է լինի այն չափով, որպեսզի եկեղեցին կարողանա իր կարիքները հոգալ։ Լույսի համար վճարի, ջրի համար վճարի, աղբահանության համար վճարի, գազի համար վճարի, ջերուսման համար վճարի։ Այսօր շենքեր ունենք, հաստատություններ ունենք, առաջ մի եկեղեցի ունեինք, ծախս չունեինք։ Այսօր 25 եկեղեցի ունենք։ Ես որ եկա առաջնորդ այստեղ 3 գործող եկեղեցի կար, այսօր 26-ն են։ Այդ բոլոր եկեղեցիների կարիքներին հասնել է պետք, չէ՞։ Եվ դրա համար ակնկալում ենք մեր ժողովրդի, ուրեմն գիտակից մոտեցումը, հասկացողությունը, ըմբռնումը եւ իրենց մասնակցությունը եկեղեցու կարիքների հոգացման գործին։ Շնորհակալություն, որքան էլ զարմանալի է հոգևոր հաղորդաշարի շրջանակներում փորձել ենք խոսել այժմ ընտրություններից, ինչ կարծիք ունի թեմի առաջնորդի ընտրական գործընթացից, Քարոզ Արշավի մասին, ինչ կարծիք ունեք։ Դե բնական է ընտրություններ են, ընտրություններին 2 օր է մնացել։ Բնական է, որ այդ հարցը պետք է քննարկվեր։ Ես բնական եմ վերաբերվում ընտրական գործընթացին։ Ցավոք որոշ երևույթներ կան, որոնք մեզ տրտմեցնում են, ասենք այս միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունքը թեկնածուների եւ մեկը մյուսին վարկաբեկելու գործընթացը, որտեղ գրեթե, այսինքն անմեղներ կարծես թե չկան այս 9 թեկնածուի մեջ, բոլորն էլ նույն մեղքի մեջ առավել կամ նվազ չափով թաթախված են։ Սա է որ մեզ տրտմեցնում է, իսկ ընդհանրապես կան 9 թեկնածուներ, բոլորն էլ մեր ժողովրդի զավակներ են, մեր եկեղեցու զավակներ են, ոչ մեկը թշնամի չի, եւ պետք չէ որևէ մեկի ընտրության պարագային սարսափեցնել, ասենք, ապոկալիպտիկ ինչ-որ տեսարաններով, մտածելով, որ եթե այսինչը չեղավ, այնինչը եղավ, ուրեմն երկիրը քանդվելու է, ընկնելու է կործանման գիրք եւ այլն եւ այլն։ Բոլոր 9 թեկնածուներն էլ հայրենասեր մարդիկ են։ 9-ից երևի 5-6-ը չէ, երևի արդեն պատասխանատու պաշտոններ զբաղեցրել են եւ զբաղեցնում են։ Այնպես որ ժողովուրդը պետք է ընտրի։ Իմ մոտեցումը այս է եղել եւ միշտ այս է եղել։ Եթե ժողովրդավարություն է, ուրեմն պետք է լինի ժողովրդավարություն։ Ես ժողովրդավարության պատրանքին համաձայն չեմ։ Ինձ համար ժողովրդավարությունը վերջնական, իդեալական հասարակարգը չէ։ Մենք գիտեք, մենք միապետական կառույց ենք, եկեղեցին միապետական կառույց է, նվիրապետական կառույց է, ժողովրդավարական, որոշ իմաստով ժողովրդավարական կառույց է, որտեղ ասենք ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում է ողջ ժողովուրդը, բայց արդեն ընտրությունից հետո ամենայն հայոց կաթողիկոսը բացարձակ միապետ է, մինչև իր վախճանը։ Այնպես որ մենք նվիրապետական կառույց ենք եւ չենք մտածում ասելով, թե ժողովրդավարությունը վերջնական, իդեալական համակարգն է եւ հասարակարգն է։ Ոչ, ժողովրդավարությունն էլ ունի իր թերությունները։ Բայց եթե ժողովրդավարություն է, ուրեմն պետք է լինի ժողովրդավարություն։ Այսինքն պետք է ժողովրդին թույլ տալ, ազատ, անկաշկանդ, որովհետեւ ժողովրդավարության արդեն հիմքը այն է, որ փոքրամասնությունը ենթարկվում է մեծամասնության կամքին։ Սա է։ Եվ ամեն մի ընտրություն վերջի վերջո, ինչպես արդեն ասել են, վստահության քվե է։ Այսինքն եթե ժողովուրդը վստահում է իշխանությանը, գոհ է իշխանությունից, քվեարկում է իշխանության օգտին։ Եթե գոհ չէ, քվեարկում է ընդդիմության օգտին։ Սա պարզ մեխանիզմ է եւ այստեղ ինչ-որ հուզվել, վադանալ, ավելորդ արտահայտություններ ունենալ, ժողովրդին սարսափեցնել գալիք ահասարսուր տեսարաններով անիմաստ է։ Եթե որևէ մեկը
իր ծրագիր ունի, թող իր ծրագիրը ներկայացնի, ինքը իրեն ներկայացնի, իր անելիքը ներկայացնի եւ հիմնավորի պարզապես օտից վերծված բաներ չեն, որ պետք է ասեն աշխատավարձները կբարձրացնենք, այս կբարձրացնենք, այն կբարձրացնենք, տնագները կվերացնենք։ Բոլոր նախորդ իշխանություններն էլ տնագները վերացրել են ընտրությունից առաջ, բայց տնագները առ այսօր կան։ Հիմա օրինակ նախկին նախագահն էլ հիմա քննադատություն չլինի եւ կարծեն թե ասենք հագա իշխանական քննադատություն եմ անում, բայց փաստ է, որ այսինքն նախագահը նախկին նախագահը իր 10 տարվա ընթացքում չարեց այն, ինչ որ պետք է աներ։ Այս բոլոր խնդիրները պետք է լուրջ կերպով ժողովուրդը հասկանա։ Անշուշտ մենք կողմնակից ենք նաեւ մանավանդ այս ժամանակահատվածում, որովհետեւ ամեն մեկը իր քվեն օգտագործի եւ ոչ մեկը пассив կրավորական դեր չունենա։ Օրինակ ես ինքս որ անցած ընտրություններին երբեք չէի մասնակցում, ինչու համար զուտ իմ բացարձակ չեզոքությունը ցույց տալու համար։ Բայց զգացի, որ չէ, այլևս այդ բացարձակ չեզոքության խնդիր էլ չկա, որովհետեւ ամեն մի քվե անհրաժեշտ է եւ ամեն մի քաղաքացի պետք է իր քվեն տա եւ իր քվեարկությանը մասնակցի, այնպես որ անցած պարլամենտական ընտրություններին ես մասնակցեցի, այս նախագահական ընտրություններին էլ մասնակցելու եմ, իմ ձայնը տալու եմ այն տեխնազույն, որ ներկուստ հավանում եմ։ Բոլորին էլ ճանաչում եմ, շատ-շատերին շատ վաղուց եմ ճանաչում, այսինքն նախքան իրենց որևէ պաշտոն զբաղեցնելն եմ ճանաչում, այնպես որ բնականաբար ես իմ մոտեցումները ունեմ եւ իմ դիտարկումները ունեմ եւ կանեմ իմ խղճի մտոք եւ անշուշտ ցանկալի է որ յուրաքանչյուր մարդ իր խղճի մտոք գնա եւ քվեարկի այն տեխնազույի օգտին ու մեջ տեսնում է որ Հայաստանը կարող է լավ ապագա եւ լավ հեռանկար ունենալ։ Քարոզարշավի ընթացքում տեխնացիներից ոմանք եկել են այցելել են Շիրակի մարզ, որքանով է կարևորում, որ մարզ մտնելով ստանան նախ Աստծո օրհնությունը, հանդիպեն թեկուզ առաջնորդի հետ եւ եղել են նման դեպքեր։ Նոր շարունակեն իրենց քարոզարշավը։ Շատ եմ կարևորում եւ եթե հարցնում եք, պիտի ասեմ, եթե չհարցնեիք չէի ասի։ Ես ինքս բոլոր տեխնազուներին, գրեթե բոլոր տեխնազուներին իրենց շտաբների միջոցով կամ որոշ ծանոթներ, բարեկամներ, ընկերների միջոցով ոմանց էլ անձնապես այն դիտարկումը կամ այն հրավերը ուղարկել ենք ասելով, որ լավ կլինի, որ եթե գալիս եք Շիրակի մարզ, նախ եւ առաջ այցելեք եկեղեցի, այցելեք առաջնորդարան, առաջնորդի օրհնությունը ստանաք, բարեմաղթանքները ստանաք եւ հետո ձեր քարոզարշավը մարզում իրականացնեք։ Հիմա ստիպված եմ ասելու, որ ցավոք 8 ընդդիմադիր տեխնազուներից ոչ մեկը չեկավ եւ միակ իշխանական տեխնազուն վարչապետը եկավ, եկեղեցի այցելեց, աղոտ կարեց, առաջնորդին հանդիպեց, առաջնորդին հարգեց։ Դրա համար եթե բոլոր 9-ել գային, մենք որևէ մեկին չէինք մերժելու։ Որևէ մեկին ես չէի մերժելու, ասելով որ չէ, սա անդիմադիր տեխնազու է, ես իրեն չեմ ընդունի։ Սրան իշխանությունը դեմ է, ես գործ չունեմ։ Չէի ասի երբեք։ Բոլորին էլ կընդունեի հավասարապես, բոլորին էլ հավասարապես կմաղթեի հաջողություն։ Եվ իմ օրհնությունը կդայի եւ նույնը ասել եմ նաեւ ակնարկել եմ որ բոլոր թեմերում ոչ թե միայն Շիրակի մարզ բոլոր թեմերում այցելելիս նախ եւ առաջ իրենց հարգանքը տան եկեղեցուն եւ եկեղեցու առաջնորդին բայց ցավոք տեսնում եք հիմա բարձ այսինքն քարոզչություն է ստացվում բայց հարցրեցիք պատասխանում եմ ասելով որ այ 8 ընդդիմադիր տեխնազուներից ոչ մեկը չընտարաչեց մեր հրավերին եւ միայն ամենաանհավանական դեռ 2 օր կամ միգուցե ամենաանհավանականը այսինքն ընտարաչեց որովհետեւ վերջ-վերջով մարդը վարչապետ էր կարող էր իր հանգամանքին ցածր համարել գալ եկեղեցի եւ առաջնորդին հանդիպել եւ առաջնորդին հարգանք տալ բայց ամենաանհավանական տեխնազուն այսպես ասենք այդ իմաստով եկավ եւ մյուսները հարկ չհամարեցին կամ իրենց արժանապատվությունից ցածր համարեցին գալ եկեղեցի եւ
առաջնորդին հանդիպել եւ զա սուտ քաղաքավարական այց է, ես բազմաթիվ անգամներ ասել եմ։ 5 րոպեվա այցը ոչ ժամանակի խնդիր է, ոչ ժամանակի կորուստ է։ Եվ այնպես եղավ, որ նույնիսկ մեկին հետո հարցրեցինք, թե ինչու չէ, ասեց ժամանակ չկա։ Եթե դու ժամանակ չես գտնում եկեղեցու համար, եկեղեցին էլ կարող է քեզ համար ժամանակ չգտնի։ Եվ մարդիկ պետք է շատ զգույշ լինեն այս իմաստով, որովհետև առ այսօր եկեղեցին չի օգտագործում իր հեղինակությունը այս կամ այն տեխնազուին պաշտպանելու համար։ Բայց այսօր եկեղեցին ունի բավարար հեղինակություն, բավարար կերպով օժանդակելու այս կամ այն տեխնազուին կամ վնասելու այս կամ այն տեխնազուին։ Ուրեմն մարդիկ պետք է զգույշ լինեն եւ եկեղեցու նկատմամբ պետք է ունենան պատշաճ վերաբերմունք, այլապես եկեղեցին կարող է այս ընդրության, չէ, հաջորդ ընդրության իր ուժը, իր պոտենցիալը օգտագործել այլևս։ Մենք այսքան տարի լուր ենք մնացել պարզապես այն բանի համար, որ թողնում ենք, որ հանգիստ իր քաղաքական մթնոլորտը կայանա, քաղաքական գործընթացները շարունակվեն եւ իրոք այն սկզբունքը, որ որտեղ գրվել է եկեղեցին պետությունից բաժանված, մենք ընդունում ենք, մեզ համար նույնիսկ որոշ իմաստով օգտակարել է, վնասակարել չի։ Այն որ եկեղեցին պետությունից բաժանված է, այդ սկզբունքը հարգում ենք, բայց որպես քաղաքացի պարտավոր չեմ հարգել։ Որպես հաստատություն պարտավոր եմ հարգելու, բայց որպես քաղաքացի պարտավոր չեմ հարգել։ Ես կարող եմ որպես քաղաքացի հանդես գալ եւ այս կամ այն տեխնազուին պաշտպանել։ Եվ վստահ եմ, որ առաջնորդին լսողներ եւ առաջնորդի խոսքը հարգողներ կլինեն այս մարզում։ Կարծում եք կլինեն։ Այնպես որ պետք է հասկանան ցանկացած տեխնազու, որ եկեղեցին հարգելով եւ եկեղեցու առաջնորդին հարգելով իրենք իրենց են հարգած լինում։ Պիտի հարգեն, որպեսզի հարգվեն։ Հիմա ես եթե նույնիսկ իշխանության կողմնակից չէի, չէ, եթե նույնիսկ իշխան եւ բացահայտ իշխանության կողմնակից չեմ եղել այս բոլոր տարիներին, իմ բոլոր արտահայտությունները իշխանությունների նկատմամբ եղել են քննադատական։ Բայց եթե նույնիսկ իշխանության կողմնակից չէի, այս ժեստով մարդը փաստորեն իմ սիրտը եթե սառած էր այդ մարդու հանդեպ, հալեցրեց։ Չէ՞, մարդը վերջի վերջո վարչապետ է, ինչ որ հանգամանք է ներկայացնում այսօր Հայաստանի կառավարության ղեկավարն է եւ գալիս է եկեղեցի առաջնորդին ողջունելու։ Առաջնորդը որքան էլ որ այդ մարդուն չսիրի, ինչքան էլ որ այդ մարդուն չհարգի, այդ ժեստից ստիպված է արդեն, չէ՞, տեղի տալ։ Եվ ուրեմն պետք է հասկանալ, որ եկեղեցին այն հաստատությունն է, որին պետք է հարգել, հարգվելու համար։ Եվ դրա համար, եթե այս ընտրությանը չեղավ, գետ հույս ունենք, որ առաջիկա ընտրություններին կամաց այս ավանդույթը, ոչ թե ավանդույթը, պատշաճություն է։ Ցանկացած, այսինքն եթե նույնիսկ առաջնորդին չես էլ սիրում, եթե որևէ մի քաղաք մտնում ես, սա հին հնավուրց օրենք եւ ավանդույթ է եղել եւ կարգուսարք, որևէ մի քաղաք մտնելու քո առաջին պարտականությունը մայրտաճար այցելելն է, այդ քաղաքի մայրտաճար այցելելն է, եկեղեցի մտնելն է, Աստծուն ներկայանալն է, խոնարհվելն է, աղոթն ասելն է, հետո գնալ այդ քաղաքում քո գործը կատարելն է։ Այդպես է օրենքը։ Ինչպես կարելի է գալ քաղաքում շրջել, պտտվել, ելույթներ ունենալ, խոսել, ճառել առանց եկեղեցի մտնելու։ Սա անթույլատրելի է եւ սա խոսում է այն մասին, որ մարդը ուրեմն այդ հասկացողությունը չունի։ Իսկ դա շատ տխուր բան է, եթե այդպիսի կարևորագույն պաշտոնի հավակնող մարդիկ այդ մտածումը եւ այդ խոնարհությունը չունեն եկեղեցու հանդեպ, մի իշխանության հանդեպ, որը անանց իշխանություն է։ Եկեղեցու իշխանությունը ժամանակավոր իշխանություն չի։ Անանց իշխանություն է։ Դարեր են եկել անցել, իշխանություններ են փոխվել, կարգեր են փոխվել, հասարակարգեր են փոխվել։ Եկեղեցին մնացել է նույն իր իշխանության մեջ։ Եվ նույնիսկ եկեղեցին այդ իշխանությունը ուներ, նույնիսկ այն տարիներին, երբ որ իշխանություն չուներ, սովետական տարիներին դարձյալ, կար առաջնորդ, կար թեմ, եւ կար առաջնորդ, որը կար եւ մնաց։ Եվ շարունակում է իր առաքելությունները։ Քաղսովետը դարձավ քաղաքապետարան, չգիտեմ, շրջկոմը դարձան մարզպետարան, բայց առաջնորդարան միշտ եղել է, միշտ կա, միշտ էլ կլինի։
Սրբազան այդետակրիր է հոգևորականները մեր թեմում զբաղվում են քաղաքականությամբ, օրինակ իրավունք ունեն կուսակցության անդամ լինելու եւ եթե ունենք այդպիսի հոգևորականներ։ Ոչ, մենք կուսակցական հոգևորականներ մեկ դեպք ենք ունեցել ցավոք տարիներ առաջ, որը մինչև այսօր շահարկվում է։ Երեք էլ շահարկվեց։ Դրա համար դրանից հետո եւ դրանից առաջ բան է լինել կուսակցական հոգևորական։ Չէ, ճիշտ չէ, որովհետեւ ժողովուրդը ճիշտ չի ընկալում եւ շատ էլ լավ է անում, որ ճիշտ չի ընկալում, որովհետեւ դա նշանակում է, որ քահանան, որ բոլորի հովիվն է, ինչ որ մի կողմ է բռնում, ինչ որ մի կուսակցության կողմ է բռնում, չի կարելի։ Քահանան պետք է հոգևորականը բոլոր կուսակցություններից վեր լինի, բոլոր կուսակցություններից բարձր լինի եւ բոլոր կուսակցականները հավասարապես իր զավակներն են։ Չի կարող քահանան հոգևորական այս կամ այն կուսակցության կողմ բռնել։ Դա նշանակում է, որ քահանան իր հոգևոր ծառայության մեջ թերացած է։ Այո, ինքը կարող է իր ներկուստ ինչ-որ մեկին անձին անհատին համակրել։ Կարող է որևէ կուսակցության գործունեությանն էլ համակրել։ Բայց դա չի նշանակում, որ ինքը պետք է դառնա այս կամ այն կուսակցության անդամ կամ այս կամ այն տեխնազի քարոզիչ, որովհետև այդ դեպքում ինքը իր հոգևոր հեղինակությունից իջնում է, որովհետև ինքը դառնում է ինչ-որ մի մասի սպասավորը եւ ոչ թե ողջ հավաքականության։ Դրա համար այդ փոփոխության ժամանակ 90-ական թվականներին, երբ որ անշուշտ խորհրդային տարիները անցան, փլուզվեցին խորհրդային կարգերը եւ եկավ ազատություն, այո, որոշ հոգևորականներ նաեւ այսպես այդ ամբողջ ընդհանուր խառնաշփոթի մեջ կուսակցական անդամագրություններ ունեցան եւ այս կամ այն կուսակցության համակրեցին եւ նույնիսկ անդամ դարձան, բայց դա այնքան էլ լավ չդիտվեց եւ մինչեւ հիմա 10 տարի է անցել արդեն, բայց մարդիկ դեռ հիշում են այն կուսակցական քահանային եւ այսինքն վատ հիշողությամբ եւ վատ արտահայտություններով, ինչը որ բնականաբար եկեղեցու ցանկությունը չէ եւ եկեղեցին չէր էլ ուղարկել իրեն կուսակցական գործունեության մեջ, ինքն էր իրեն նվիրել կուսակցական գործունեության եւ եկեղեցին ուղղակի բավական երկար հանդուրժեց այդ վիճակը, մինչեւ որ հեռացրեց իրեն եկեղեցական աստիճանից եւ եկեղեցուց եւ նա դարձավ պարզ աշխարհական։ Իսկ այսօր հստակ կերպով այդ խնդիրը դրված է եւ ասված է, որ եկեղեցական իրավունք չունի մեր սա ներքին կանոնակարգով, այլապես օրենքը չի արգելում, պետության օրենքը չի արգելում, բայց ներքին կանոնակարգով մեզ արգելված է որևէ կուսակցության պատկանել։ Սրբազան հայր, խոսում ենք ընտրակաշառքից եւ մարդիկ պատճառաբանում են ժողովրդի վիճակը այն չէ, դրա համար վերցնում են ընտրակաշառքը, որն է ավելի մեծ մեղք ընտրակաշառք տալը, թե ընտրակաշառք վերցնելը։ Տալը ավելի մեծ մեղք է։ Վերցնելը ավելի մեծ է, եթե վերցնողը դրա կարիքը չունի։ Բայց եթե տվողը շահարկում է այդ վերցնողի ծանր վիճակը, ծանր տնտեսական վիճակը, աղքատ վիճակը, նա ավելի մեծ մեղավոր է։ Եվ բնականաբար տվողը տվյալ պարագային, որովհետև ընտրակաշառքին է վերաբերում։ Խոսքը չի վերաբերում մյուս տեսակ կաշառքներին, չէ՞։ Ընտրակաշառքին, որովհետև ընտրակաշառք բաժանվում է կարիքավորներին։ Հարուստներին ընտրակաշառք չես բաժանի։ Եվ ուրեմն այդ հարուստն է, որ բաժանում է ընտրակաշառք աղքատին, դա նշանակում է նրա մեղքը տասնապատիկ ավելի մեծ է, քան վերցնողը, որովհետև վերցնողը վերցնում է կարիքից։ Իսկ տվողը տալիս է ծուռ նպատակ հետապնդելու համար։ Եվ բնականաբար սա դադապարտելի է։ Անշուշտ ընչազուրկին, տնանգին հորդորել, ասել թե մի վերցրու, անշուշտ գեղեցիկ է, ընդունելի է, բայց շատ գործնական չէ։ Դրա համար էլ ընտրակաշառքի այդ իմաստով բնականաբար տվողն է մեղավոր, եւ այդ բաժանողներն են մեղավոր, եւ այդ սպառնացողներն են մեղավոր, եւ իրոք այդ մթնոլորտը պետք է փոխվի, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ոմանք հիմար բաներ են ասում ըստիս, ասում են ժողովուրդ վերցրեք, բայց ընտրեք ում որ ուզում եք։ Ավելի անբարոյականության են մղում ժողովրդին։ Եվ փաստորեն այս ամբողջ անցած ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը փառք Աստծո այդքան անբարոյական չէ։ Որովհետև վերցնելով ընտրակաշառքը քվեարկում են նրան, ումից վերցրել է։ Եթե վերցներ եւ տար ուրիշին իր ձայնը, սա ավելի ամեծ անբարոյականություն կլիներ։ Եվ կան որոշ տեխնազուներ, որոնք այսինքն խոսում են մեծ բարոյականությունից եւ անբարոյականության կոչ են անում ժողովրդին։ Ժողովուրդ վերցրեք ընտրակաշառքը, բայց ձեր ձայնը այսինքն կրկնակի անբարոյականություն գործեք։
բայց մեր ժողովուրդը փառք Աստծո, որ այդ աստիճան անբարոյական չէ, եւ անդրակաշարք վերցնելու դեպքում գետ քվեարկում են նրան, ումից վերցրել է, մարդը վատ է զգում, ոնց թե վերցրեցի, հիմա ոնց ցայնս ուրիշին տամ, բայց անշուշտ իդեալական այն կլիներ, որ ընդհանրապես անդրակաշարք չվերցվեր, եւ մարդը հասկանար, որ ոչ, իմ ձայնը չեմ վաճառում, ձայնը վաճառքի ենթակա չէ, քվեն վաճառքի ենթակա չէ, ծորվադրությամբ իր ձայնի իրավունքն է։ Ինչու համար ենք ասում սահմանադրությամբ ասում ենք իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը ինչպես է իրականացնում իր իշխանությունը քվեարկությամբ։ Եթե այդ մի քվեարկությունն էլ չի կատարում, նշանակում է ժողովրդի իշխանությունը չկա։ Կեղծ է։ Եվ հետեւաբար ամենակարևոր բանն է դա, այսինքն յուրաքանչյուր անհատի կարևորագույն իրավունքն է մեր հանրապետությունում, որով երևում է, որ իրեն է պատկանում իշխանությունը։ Եվ ժողովուրդը պետք է հասկանա այդ գիտակցությունը, հասարակությունը պետք է հասնի այդ գիտակցությանը, որ իր քվեն իրավունք է, ոչ թե պարտականություն։ Ոմանք հաճախ խոսում են փողոցներում, ասում են, չեմ գնալու, ինչից է պետք եւ այլն։ Հա, կարծես թե մի ծանր պարտականություն է եւ այդ պարտականությունից խուսափում են։ Ոչ, քվեն տալը իրավունք է եւ դու պարտավոր ես այդ իրավունքը օգտագործել, որովհետեւ դրանով է երևում իշխանությունը քոնն է թե քոնը չի։ Եթե դու չես մասնակցել ընտրության, բնականաբար չես էլ կարող այսինքն քննադատել եւ ասել, դեք իշխանությունը այսպեսին է, իշխանությունը այնպեսին է, իշխանությունը ժողովրդի մասին չի մտածում, այս է անում, այն է անում։ Դրա համար շատ կարեւոր է, որովհետեւ այդ է։ Պետք է հասկանալ, որ սահմանադրություն գոյություն ունի, եւ այդ սահմանադրությունը նրա համար է, որպեսզի հասարակությունը ապրի այս սահմանադրությամբ։ Կարող է լինել եւ ոչ սահմանադրություն։ Մեծ Բրիտանիան սահմանադրություն չունի, շատ լավ էլ ապրում է իր նախկին օրենքներով, նախադեպի ավանդույթով, բանով եւ այլնով, շատ լավ էլ ապրում է։ Մա երկրներ կան առանց սահմանադրության էլ ապրում են։ Հիմա մենք ընտրել ենք սահմանադրական եղանակը, սահմանադրություն ենք գրել եւ սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդը իր այդ իշխանության իրավունքը արդահայտում է քվեարկությամբ։ Ուրեմն պետք է այդ քվեարկության իրավունքը իրականացնել։ Որքան որ հետևել եք այս ընթացքում ընտրությունների ընթացքին եւ նախորդ ընտրությունները, ձեր կարծիքով օրինական են անցնում ընտրությունները մեր երկրում եւ ինչ չափով։ Գնալով կարծես օրինական է դառնում, բայց բնականաբար օրինականությունը կերևա այն ժամանակ, երբ որ գետ մեկ անգամ ընդդիմությունը հաղթի, այն ժամանակ ժողովուրդը վստահ կլինի, որ այսինքն օրինական է անցել ընտրությունները, որովհետև առ այսօր 90 թվականից հետո 91 թվականի ընտրություններից սկսած բոլոր ընտրություններում հաղթել է իշխանությունը։ Սա արդեն որոշակի կասկածամտության տեղիք է տալիս։ Իսկ եթե ընդդիմությունը գետ մեկ անգամ հաղթած լինի, այդ կասկածամտությունը կվերանա, կհասկանան, որ մարդիկ չէ, իշխանությունը փոխվեց։ Բայց 91 թվականից 90 թվականից այս կողմ իշխանությունը երբեք չի փոխվել։ 90 թվականին, երբ որ իշխանությունը փոխվեց, այսինքն կոմունիստները գնացին պարլամենտական ընտրություններով, Գերագույն խորհրդի ընտրությամբ, կոմունիստները զիջեցին իրենց դիրքերը եւ հայոց համազգային շարժումը եկավ իշխանության, սա միակ, այսպես ասած, ազատ ընտրություններին, երբ որ իշխանափոխություն տեղի ունեցավ։ Դրանից հետո երբեք իշխանափոխություն տեղի չի ունեցել։ 91-ի նախագահական ընտրություններին հաղթել է իշխանությունը, 96-ին հաղթել է իշխանությունը, 98-ին հաղթել է իշխանությունը, 2003-ին հաղթել է իշխանությունը, μα չգիտենք այս անգամ ինչպես կլինի։ Սա նշանակում է, որ կամ ժողովուրդը ծայր աստիճան գոհ է իշխանություններից, կամ էլ նշանակում է ինչ-որ բան այնպես չէ, ինչ-որ բան ամենայն դեպս ընտրությունների օրինականության նկատմամբ կասկածի տեղիք է տալիս, որովհետև հնարավոր չէ, որ 18 տարի իշխանությունից հանապազ եւ մշտապես ժողովուրդը գոհ լինի։ Օրինական ընտրություններից ինչ արդյունք կարելի է սպասել, ինչ օգուտ կտան այդ օրինական իրական ընտրությունները երկրին, ավելի քան անօրինական։ Այս եմ ասում, որ եթե ժողովրդավարություն է, ժողովրդավարությունը պետք է լինի օրինական, ոչ թե ժողովրդավարության պատրանք։ Հենց օգուտը սա է, որ այսինքն դու ինքդ քեզ չես խաբում եւ հասարակությանը չես խաբում եւ ոչ մեկին չես խաբում։ Լինում է այն, ինչ լինում է։
Ժողովրդի կամքը գործադրվում է։ Անկախ այն բանից ես ուզում եմ իշխանությունը պահել թե չպահել, անկախ այն բանից թե ես մտածում եմ ես լավն եմ, ամենալավն եմ, բոլորից լավն եմ, ժողովրդի կամքի առաջ խոնարհվում եմ։ Եվ յուրաքանչյուր իշխանավոր այս մտածումը պետք է ունենա, որ ես պատրաստ եմ ժողովրդի կամքին ենթարկվելու։ Սա եթե կա, ուրեմն կլինեն օրինական ընտրություններ, եւ եթե այս մթնոլորտը կա, դրանից ավելի լավ բան չի կարող լինել։ Ազատ մթնոլորտից բացի ուրիշ լավ ինչ կարող է լինել։ Եթե երկրում կա ազատ մթնոլորտ, այսինքն իշխանությունը չի վախենում իշխանությունը կորցնելուց, եւ ժողովուրդը չի սարսափում իշխանությունից, սրանից լավ ինչ կարող է լինել։ Սա ամենալավ բանն է։ Բայց այսօր 17 տարի է, մենք տեսնում ենք, որ միշտ իշխանությունը վախենում է իշխանությունը կորցնելուց եւ սարսափեցնում է ժողովրդին ասելով հանգարց եթե մյուսները գան, երկիրը քանդվելու է։ Ինչու է քանդվելու որ։ Այդ երկիրը ինչ է, թղթից է շինված, սառույց է որ հալվի, ինչ է որ, ինչու պիտի հանգարց վատ լինի։ Ամբողջ հարցը այն է, ինչի մասին որ ասացի։ Վստահության քվե է։ Ժողովուրդ, մենք արել ենք սա, եթե վստահում ես, ձայնը տուր, չես վստահում, տուր ուրիշի։ Մասնակցելու եք դուք ընտրություններին։ Ասեցի չէ որ արդեն մասնակցելու եմ։ Կողմնորոշվել եք արդեն։ Կողմնորոշվել եմ, բայց բնականաբար դա հրաբարագելի չէ, քվեարկությունը գաղտնի է։ Ճիշտ եք Սրբազան հայր, ձեր անունը կա ընտրացուցակներում։ Այո, նայել ենք եւ այո կա։ Ես տեխնիկային թատրոնի շենքում եմ ընտրում։ Այդ տեղամասում։ Ձեր կողմնորոշման վրա այս ընտրական գործընթացն անցել է, թե դուք արդեն որոշակի ավելի հնուց եկած կողմնորոշում Չէ, անցել է։ Եթե ես երբեք սուբյեկտիվ չեմ մոտենում այս խնդիրներին, որովհետև ասում եմ, ես եթե սուբյեկտիվ մոտենամ, պետք է իմ ամենամտերիմ անձնավորության նկատմամբ, ասենք, ունենամ մոտեցում եւ ասեմ, քանի որ այս մարդը ինձ մոտ է, ուրեմն այս մարդուն ձայն տամ։ Ես այդպես չեմ մոտենում խնդրին։ Եվ ես իրոք քարոզարշավին հետևում եմ եւ ուշադիր եմ հետևում։ Եվ իրոք քարոզարշավի սկզբում թերևս ոմանց նկատմամբ ավելի համակիր էի, քան թե քարոզարշավի վերջում, որովհետև շատ բաներ եղան, որոնք ինձ այնքան էլ չհրապուրեցին եւ դրա համար ոչ թե ես իմ դիրքորոշումը փոխեցի, այլ ես սկզբում այսպես կողմնորոշված չէի կարող եմ ասել, բայց արդեն հիմա քարոզարշավը վերջացել է, բան չի մնացել, այնպես որ այսօր կարող եմ ասել, որ արդեն իմ քաղաքացիական կողմնորոշումը ունեմ։ Իսկ այդ ձեր կողմնորոշման վրա ի՞նչն է ասել, ավելի շատ ծրագրեր է, որ ներկայացրել են, թե անձը իր Ինձ համար ես ասեմ, անձն է կարևոր, անձը եւ իր կեցվածքը։ Ծրագիրը հիմա կարող են շատ լավ բաներ ասել, բայց վաղը մյուս օր նստեն այդ աթոռին հասկանան, որ այդքան էլ հեշտ չի այդ ծրագիրը իրականացնելը։ Որովհետեւ ոչ մեկ տեխնազուներից, եթե այդ աթոռին չի նստել, այլ աթոռին մոտ չի եղել, չի կարող հասկանալ այդ ամբողջ ծանրությունը այդ ասպարեզի։ Եվ դրա համար երբեմն մարդիկ ասում են, չէ, մարդ պաշտոն ստացավ, փոխվեց։ Բայց փոփոխությունը բնական է։ Որովհետև մինչև պաշտոն ստանալը մարդը չէր հասկանում այդ պաշտոնի որ ծանրությունը։ Բայց երբ պաշտոնը ստանձնում է եւ տիրապետում է այն տեղեկատվության, ինչին որ չէր տիրապետում մինչ այդ, հասկանում է, թե ինչով է շրջապատված, ինչեր են, ներքին ամբողջ խոհանոցին ծանոթանում է, երկու մուտքին ծանոթանում է, բյուջեին ծանոթանում է, փոխվում է մարդ, հասկանում է, որ չէ, այնտեղ կողքից ասել հեշտ էր, 10 անգամ կբարձրացնեմ, 20 անգամ կբարձրացնեմ, այս կանեմ, այն կանեմ, չէ, բայց հիմա այդպես հեշտ չի։ Այսինքն բնականաբար, եթե մարդը այդ պաշտոնը զբաղեցնում է, ինչ որտեղ եւ այդ պաշտոնը երբեք չի զբաղեցրել, բնականաբար ինչ որ փոփոխություն կրում է, որովհետեւ տեսնում է բաներ, որոնք մինչ այդ չէր տեսնում։ Եվ դա աստված որ այս անգամ ընտրությունները լինեն իրոք օրինական, այնպես որ ժողովուրդը անկախ ամեն ինչից, հոգեբանական ճնշումներից, չգիտեմ ինչ ռեսուրսների կիրառումից կամ անդրակաշարք եղածից, իր ազատ կամքը արտահայտի եւ իր ազատ կամքով ունենանք այն նախագահը, ինչ որ արժանի ենք ունենալու։ Եվ դրա համար ասում եմ, յուրաքանչյուր ասում են յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, իրոք յուրաքանչյուր ժողովուրդ արժանի իր իշխանությանը, մանավանդ ժողովրդավարական երկրներում, որոնք ժողովրդավարական երկիր են, եւ ժողովուրդը իր իշխանությունը պետք է արտահայտի իր քվեարկությամբ։ Եվ կուզենայի ձեր օրհնությունը, ձեր հորդորը ավել ժողովրդին եւ խորհուրդը, այ։ Դե իմ հորդորը այն է, որ
իրոք բոլորը մասնակցեն ընտրություններին, ազատ եւ անկաշկանդ։ Տեսեք, որ ես որևէ, ասենք, թելադրություն չեմ անում, որևէ կողմնորոշում չեմ անում, դրա իրավունքից չեմ վերապահում, այլ պետք է ժողովուրդը ընտրի այն տեխնազույն, ում համակրում է, ում մեջ տեսնում է Հայաստանի ապագան։ Այս իննից որևէ մեկին կարող է քվեարկել, որևէ մեկին արգելված չէ քվեարկելը։ Եվ բնական է, ես էլ պետք է քվեարկեմ այդ իննից մեկին, բայց ես պատրաստ եմ իմ այդ քվեարկության արդյունքը խոնարհեցնել ժողովրդի կամքի արտահայտությանը եւ ես ուրեմն այն չեմ ասի, ինչ որ շատերն են ասում, չեմ ասի ձեր ձայնը տվեք սրան կամ նրան կամ ես ինչի կամ ինչի ընտրության դեպքում ձեզ Արմագեդոն է սպասում, բոլոր 9 տեխնազուներն էլ հայ մարդիկ են, հայրենասեր մարդիկ են, ասելիք ունեցող մարդիկ են, այս եվրին ծառայելու ցանկություն ունեցող մարդիկ են, ժողովուրդն էլ տեսավ այս ընթացքում, ճանաչեց, լսեց, թող ամեն մեկը իր խղճի մտոք իր քվեարկությունը կատարի եւ դրանից հետո կտեսնենք։ Ես չեմ կարծում, թե առաջի փուլով ամեն ինչ կավարտվի, հա, տեսեք, այդ բանն էլ ուզում եմ ասել, որովհետեւ այդ ճնշումն էլ գնում է ժողովրդի վրա, որ առաջին փուլով ամեն ինչ ավարտվելու է եւ այդ հոգեբանական ճշվատության ներքո գուցեև այդպես էլ ստեղծվի իրավիճակ, երբ որ առաջին փուլով ավարտվի, բայց բացարձակ անտրամաբանական է առաջին փուլով ավարտվելը 9 տեխնազույի արկայության պայմաններում։ Շնորհակալություն, եզրափակեցինք ընտրություններին առնչվող թեման, հաղորդման վերջում փորձենք հիշել նաև մեր հոգևոր հաղորդաշարին առնչվող թեմաները, առաջիկա 2 շաբաթում ինչ առիթներով ենք այցելելու եկեղեցի, իհարկե նշելու։ Դե մեծ սպասի մեջ ենք։ Մեծ սպասի մեջ միշտ էլ պետք է այցելենք եկեղեցի, դառնտարաչը եղավ անցավ արդեն եւ մեր առաջիկա 2 շաբաթների ընթացքում խաղաղ մեծի պահոց շրջան է մեզ համար եւ յուրաքանչյուր հավատացյալ պարտավոր է ուրեմն մեծի պահոց շրջան անցնել այդ հուզումով, աղոթական վիճակով, նվիրումով, եկեղեցի շատ հաճախելով, եկեղեցում ավելի շատ ժամանակ անցկացնելով։ Տեսեք, մեծի պահոց շրջանում արարողությունները մի քիչ պարզվում են երկեցողությունները, որովհետև ասում ենք եկեղեցին սուքի մեջ է, բայց արարողությունները պարզեցնելուց բացի նաև երկարում են։ Ինչու համար են երկարում։ Որպեսզի հավատացյալը ավելի երկար մնա եկեղեցում։ Եվ ավելի երկար մնալով ավելի շատ լցվի հոգևոր սնունդով։ Դրա համար մեծի պահոց շրջան այդ շրջանն է, երբ որ ժողովուրդը, հասարակությունը, անհատը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի եկեղեցի հաճախելուն, եկեղեցի այցելելուն, աղոթական վիճակին։ Ոմանք մտածում են, թե մենակ պասի մեջ է, այսինքն հա տանս կնստեմ 40 օր եւ պաս կպահեմ, եկեղեցի չեմ գնա։ Ճիշտ չէ։ Պետք է այս օրերին մանավանդ սկանչելի ժամերկություններ կան այս շրջանում, արևագալի ժամերկություն, առավոտյան, երեկոյան խաղաղական եւ հանգստյան ժամերկություններ, որոնք շատ գեղեցիկ երկեցողություններով, շատ հոյակապ երկեցողություններով, ներսես շնորհալու գերատշարականներով, հոյակապ արարողություններ, որ միայն մեծի պահոց շրջանին են կատարվում։ Եվ ուրեմն այդ շրջանին շատ ցանկալի է, որ մեր ժողովուրդը մասնակցի այդ արարողություններին։ Շնորհակալություն Սրբազան հայր հետաքրքիր զրույցի համար, սիրելի հեռուստատողներ, շնորհակալություն ուշադրության համար, Աստված օգնական Սրբազան հայր։ Աստված բարի։ Ցտեսություն։